Երբ որ երկու մարդ հարաբերություններ են կառուցում, ամուսիններ, ընտանիք են կառուցում, այս շինանյութը այնքան կարևոր է, ինչ են իրանք օգտագործում։ Ես ուզում եմ դիմել ամուսիններին եւ ասել. «Սիրելի ամուսիններ, մեր կանայք պարզապես տանը գործանողներ չեն։ Մեր կանայք մեզ Աստծո շնորհքի ժառանգակիցներն են մեզ հետ միասին։ Նրանք մեր կյանքի ընկերներն են։ Աստծուց պարգև են մեզ տրված։ Մենք պետք է համապատասխան ձևով վերաբերվենք մեր կանանց։ Սիրելիս, գնահատիր, սիրիր, խնամք տար քո կնոջ նկատմամբ։ Նա քո կյանքի ընկերն է, նա ժառանգակից է քեզ, սիրելիս։ Նա արժանի է նրան, որ դու օգտագործես երկնային շինանյութերը, նրա հետ հարաբերությունները կառուցելուց։ Նա պետք է արժևորված զգա քո կողքը, նա պիտի ապահովության բնակվի քեզ հետ միասին, սիրելիս։ Նա պիտի զգա այդ թև ու թիկունքը, պաշտպանությունը։ Կինն էլ ունի իր պոտենցիալը։ Եթե դու որպես ամուսին տղամարդ օգնես, որ իր պոտենցիալը բացվի, իր պարգևները բացվեն, որով ինքը կարա իրան ռեալիզացնի, եթե դու նրան խնամես, ինչպես որ մեկը իր ծաղիկն է խնամում։ Այս վերջերս երիտասարդների հետ ենք, եւ երիտասարդներից մեկը ինչ որ մեկին հիշեց եւ ասեց. «Գիտես, այնպես է իր տան բույսերը խնամում»։ Ու գիտես ոնց է խնամում։ Ամեն անգամ ջրելուց, մի բան անելուց խոսում է այդ բույսերի հետ, այնքան լավ բառեր է ասում այդ ծաղիկներին։ Ասում է, որ մտնես իրանց տուն, ասում է, ծաղկած են այդ ծաղիկները։ Փարթամ, կոկոնները նայում ես սենց այդ ծաղիկների վրա։ Բայց իրան էր ասում էր ինձանից ծաղիկ խնամող դուրս չի գա, ասում է։ Երկու շաբաթը մեկ ջրեմ, թե չջրեմ։ Մեկ նայում եմ, ասում է իմ ծաղիկներին մեղքս գալիս է։ Խիղճս տանջում է։ Բայց գիտես ինչ եմ ուզում ասել, սիրելիս։ Երբ որ դու լավ բառեր ես օգտագործում, գնահատում ես, արժևորում ես, սիրում ես ու ցույց ես տալիս, քո կինը քո կողքը կծաղկի։ Ուզում եմ ասել այն կինը, որը որ կծաղկի, նա կերջանկացնի նաև իր ամուսնուն։ Ուզում եմ հիմա դիմել կանանց, սիրելի կանայք։ Կապ չունի անցյալում ձեր տունը, ձեր նախնիների մեջ, ձեր գերդաստանի մեջ ոնց է ընդունված եղել տղամարդուն վերաբերվել։ Վարվիր Աստծո խոսքի համեմատ։ Հարգիր քո ամուսնու ծածկոցը եւ նրա իշխանությունը։ Նա գլուխ է, սիրելիս, եւ դու օգնական նրան։ Բարձրացրու նրա թևերը, մեծարիր քո ամուսնուն, պատվիր նրան։ Դա է Աստված ուզում քեզանից։ Եվ եկ սա օգտագործենք։ Հարգիր, պատվիր, սիրելիս։ Աստված փառավորվում է դրանով։ Դրանով տունը կառուցվում է։ Ամեն, հալելույա։